A short time ago, the U.S. military carried out Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտներն ահռելի վնաս են կրել ամերիկյան հարձակման հետևանքով։ Նրա խոսքով ասվածի ապացույցը արբանյակային պատկերներն են, ավերոն բառը ճշգրիտ տերմինն է, ամենամեծ վնասը տեղի է ունեցել գետնի մակարդակից շատ ցածր, գրել է Թրամփը X-ի իր միկրոբլոգում։ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բացել է Պանդորայի արկղը եւ ոչ ոք չգիտի, թե դա ինչ նոր աղետներ ու տառապանքներ կբերի։ Նա ասել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր միջնորդությունը Իրանի միջուկային ծրագրի խաղաղ եւ փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու համար, սակայն Միացյալ Նահանգները, հատկապես նրա առաջնորդները, ակնհայտորեն այսօր հետաքրքրված չեն դիվանագիտությամբ։ Նեբենզիայի խոսքով Միացյալ Նահանգները խաղադրույք է կատարել ամբողջ մարդկության անվտանգության եւ բարեկեցության վրա։ ԱՄՆ պետքարտուղարությունը ամբողջ աշխարհում գտնվող Միացյալ Նահանգների քաղաքացիներին հորդորել է առավելագույն զգուշավորություն ցուցաբերել։ Այս մասին նշված է պետքարտուղարության կայքում տարածված հաղորդագրության մեջ։ Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտությունը հանգեցրել է Մերձավոր Արևելքում տեղաշարժի խափանումների եւ օդային տարածքի պարբերաբար փակման, առկա է ԱՄՆ քաղաքացիների եւ արտասահմանում ամերիկյան շահերի դեմ ցույցերի հավանականությունը, նշված է հաղորդագրության մեջ։ Կիևի վրա ռուսական անօդաչու թռչող սարքերի եւ բալիստիկ հրթիռների զանգվածային հարձակման հետևանքով կան զոհեր, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Հետակոծությունից տուժել են Շևչենկովսկի, Պոդոլսկի, Գոլոսևսկի, Սվիատոշինսկի, Սոլոմենսկի եւ Դարնիցկի շրջանները։ Նախնական տվյալներով զոհվել է 4, վիրավորվել առնվազն 13 մարդ, ասված է արտակարգ իրավիճակների պետական ծառայության հայտարարության մեջ։ Հունիսի 22-ի երեկոյան Դամասկոս քաղաքից հարավ-արևել գտնվող Ալ-Դուեյլա շրջանում տեղի ունեցած պայթունի հետևանքով մեծ թվով զոհեր եւ վիրավորներ կան։ Պայթունը տեղի ունեցել հույն ուղղափառ Մար Էլիաս եկեղեցում։ Ականատեսները պատմել են, որ երկու զինված մարդիկ սկսել են կրակել հավատացյալների վրա, իսկ հետո նրանցից մեկն իրեն պայթեցրել է։ Իսրայելական ուժերը շարունակում են թիրախավորել Գազայում մարդասիրական օգնության կենտրոնները։ Նման հերթական հարձակման հետևանքով զոհվել է 71 մարդ։ Միևնույն ժամանակ Իսրայելը Գազային է հանձնել 2023 թվականի հարձակումից հետո պահվող 3 գերիների մարմինները։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտության ֆոնին կկարողանա հաղթել Գազային եւ վերադարձնել իրենց գերիներին։